Այս եւ այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին բարի օր, դուք դիտում եք ժամը։ ՀԱՊԿ-ն պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Այս մասին Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։ Մենք պետք է ավելի կոռեկտ եւ զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ։ Պետք է լինել շատ կոռեկտ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Ուստի մենք պետք է շատ զգույշ եւ նրբանկատ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում, ասել է պետության ղեկավարը։ Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության եւ համագործակցության կենտրոնի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ մամուլի համար արված հայտարարությունում։ Ալիևը այստեղ նաեւ ռևերանսներ է արել վրացական կողմին, երախտագիտություն հայտնելով Թբիլիսիին։ Զորակոչիկների թիվը 2024-ին Հայաստանում հասել է 14,000-ի 3 անգամ պակաս, քան 2010-ին։ Խորհրդանում այսօր падգամավոր Հայկ Սարգսյանն այս վիճակագրության հետ մեկտեղ ներկայացրել է օրենքի փոփոխություն, որը կոչված է ավելացնելու բանակում ծառայողների թիվը։ Ես առաջարկել եմ հստակ լուծումներ բարձրացնել ծառայության սահմանային տարիքը, քրեականացնել բժշկական կեղծ հիմքերով ծառայությունից խուսափումը, թույլ տալ մեծ վճարով կարճ ծառայություն եւ թանկացնել քաղաքացիությունից հրաժարումը, նշել է падգամավորը։ Կառավարությունը սկզբում դրական դիրքորոշում է տվել այս փոփոխությանը, բայց հետո նույն նախագիծը հայտարարել է ժամանակավրեպ ծառայության ժամկետի արդեն իսկ կրճատման պատժվակով։ Սարգսյանի խոսքով սրանով պաշտպանության նախարարը խախտել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը։ Հարցը ներառվել է Ազգային ժողովի մայիսի 5-ին գումարվելիք նիստերի օրակարգում։ Մինչև այդ Մարտին Գալստյանը անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումներին հայտնել է, թե ԱՄՆ-Իսրայել-Իրան կոնֆլիկտի անկանխատեսելի զարգացումները դրանց արդյունքները վկայում են, որ Հայաստանը կրկին ճգնաժամային փուլ է մտնում։ Մայրաքաղաքի 76 երթուղին սպասարկած շարժակազմերի կատարողականը 100% է, բայց քաղաքապետ Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևան ավտոբուս հիմնարկի տնօրենից պահանջել է հաջորդ նիստին ներկայացնել անցնող տարվա ծախսերի հաշվարկները եւ բացատրել, թե ինչու է քաղաքի բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցներ վերցնելու անհրաժեշտություն առաջացել։ Քաղաքապետը նաեւ անընդունելի է համարել այն, որ հանրային տրանսպորտի վարորդները չեն վերահսկում ուղևորատոմսի վճարումները։ Ճշմարիտ խոստում 4 գործողության 96-րդ ալիքի շրջանակում Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը հրդեհել են Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրենում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտները։ Իրանի զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին, որը վառելիք է մատակարարում իսրայելական կործանիչներին։ Հարձակման հետևանքով զգալի վնաս է հասցվել ձեռնարկության հիմնական հատվածներին։ Հարձակման են ենթարկվել նաև Էմիրություններում 2 գազային օբյեկտներ, ինչպես նաև այնտեղ գտնվող ամերիկյան նավթաքիմիական համալիրը։ Հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել ձեռնարկությունում, որն արտադրում է վառելիքի հետ կապված նյութեր ԱՄՆ զինված ուժերի համար եւ ռազմական արտադրանք Իսրայելի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հանդես է եկել Իրանին ուղղված Հորմուզի նեղուցը բացելու պահանջով։ Երեքշաբթի Իրանում միաժամանակ լինելու է էլեկտրակայանների եւ կամուրջների օր, նման բան ոչ ոք չի տեսել։ Բացեք այդ անիծյալ նեղուցը, խելագար ստահակներ, թե չէ դժոխքում կապրեք, պարզապես նայեք, փառք Ալլահին, գրել է ԱՄՆ նախագահը։ Իրանական կողմն ի դեպ ծաղրել է Թրամփի Հորմուզի նեղուցի բացման պահանջը, Զիմբաբվեում Իրանի դեսպանատունը սոցիալական ցանցերում գրել է. մենք կորցրեցինք բանալիները, իսկ Հարավային Աֆրիկայում Իրանի դիվանագիտական առաքելությունն էլ շարունակել է կատակելով, որ բանալիները ծաղկամանի տակ են եւ որ Հորմուզի նեղուցի մուտքը բաց է միայն ընկերների համար։
Թեհրանը պատրաստել է պատասխանները Վաշինգտոնի առաջարկին ուղղված հակամարտության կարգավորմանը եւ ավելի ուշ կհրապարակի դրանց բովանդակություն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բաղային։ Նա նշել է, որ Թեհրանը նախապես գիտեր, թե ինչ է ուզում եւ ինչպիսի կարմիր գծեր գոյություն ունեն։ Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով Զոհկա, Գուսարի շրջանում սելաֆային հոսանքները, էլեկտրական սյուները եւ ափամերձ տրանսֆորմատորներ են տապալել, 27-ամյա մի քաղաքացի մահացել է, սելաֆային հոսանքը քշել տարել է դին, նրա մարմինը հայտնաբերվել է որոնումներից հետո Սիյազանի շրջանում, նաեւ կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով մի քանի գյուղեր մնացել են առանց տրանսպորտային հաղորդակցության։ Բաքուն նույնպես տուժել է, հորդառատ անձրևները կաթվածահար են արել Ադրբեջանի մայրաքաղաքը, ջրհեղեղներ են եղել Բաքվի 6 շրջաններում։ Վերադառնանք մեր խնդիրներին, սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետև կարող են օգտվել նաև միայնակ մայրերը։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը։ Գումարը տրամադրվում է 2-ից 4 փուլով, յուրաքանչյուր հաջորդ փուլի տրամադրման համար հիմք է նախորդ փուլի մոնիթորինգի արձանագրությունը։ Սահմանամերձ եւ առանձին համայնքներում բնակապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացման մանրամասները Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Արմավիրի մարզում գյուղատնտեսական տարին ծանր է եղել, Խոյ, Մեծամոր, Բաղրամյան եւ Արմավիր քաղաքների մի շարք համայնքներ այս տարվա կարկուտից ամենաշատն են տուժել։ Շատ գյուղացիներ մինչև օրս չեն ստացել խոստացված փոխհատուցում, իսկ ստացածներն էլ այն համարում են անբավարար։ Գյուղացիները նշում են, իրենք մեծ ծախսեր են անում տեխնիկայի, բուժումների, մշակման համար, 1 հեկտարի վրա երբեմն մինչև 1 միլիոն դրամ ներդնելով, սակայն բերքը վնասվել է, ծիրանի վաճառք գրեթե չի եղել եւ այժմ ստիպված են նոր վարկեր վերցնել։ Միևնույն ժամանակ հարկային պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Գյուղացիները դժգոհում են, պետության աջակցությունը ամենադժվար պահին չկա։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, անցնող օրվա լուրերին հետևեք նաև ժամը 20-ին կհանդիպենք գլխավոր թողարկմանը։